Երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանը հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ «Վերջին զանգը» սերիալում իր դերակատարմամբ, սակայն նրա անձնական կյանքը դարձավ քննարկման թեմա, երբ համացանցում հայտնվեցին լուսանկարները սիրելիի Էվելինա Ստեփանյանի հետ։ Դերասանն ու նրա ընտրյալը այսօր հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի «Լայֆ-ռում» սեր հաղորդմանը, որտեղ բացահայտ խոսել են իրենց սիրո պատմության, սպասվող հարսանիքի և ընտանիքի արժեքների մասին։ Լևոն Մկրտչյանը պատմել է, որ նրանք հանդիպել են դեռ 17 տարեկանում, երբ ընդունվում էինք համալսարան, պատահականորեն քննություն էինք հանձնում նույն օրը, նույն ժամին, հենց առաջին պահից նկատեցի նրան, նրա պահվածքն ու գեղեցկությունը տարբերվող էին, իսկ ժպիտն անկրկնելի։ Նրանք նշել են, որ շատ բարդ փուլեր և խնդիրներ են ունեցել, որոնք ևս հաղթահարել են ենթագիտակցորեն մտածելով, որ Լևոնն իր մարդն է, խոստովանել է Էվելինա Ստեփանյանը։ Նրանք խոսել են նաև առանձին ապրելու կարևորության մասին։ Լևոն Մկրտչյանը նշել է, որ աղջկա և տղայի կազմած ընտանիքին ոչինչ չպետք է խանգարի, օրինակ, ես պետք է նկատեմ, որ փոշի կա ու ասեմ Էվկա, ինչու չես մաքրել, եթե մայրս ասի, կոնֆլիկտ կլինի, ինչին ի պատասխան Էվելինա Ստեփանյանը նշել է, որ սկեսուրը ռուս է, նա բացառիկ մարդ է, մենք ընկերներ ենք, թե իմ, թե Լևոնի ընտանիքն ասացին դուք առանձին ապրեք, մենք բոլոր հարցերով ձեր կողքին ենք։ Այդ առումով շատ բախտավոր ենք, ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով կապրեի մեծ ընտանիքում, բայց Լևոնի մաման առաջիններից էր, որ ասաց պետք է առանձին ապրենք։ Դերասանի կինը Էվելինա Ստեփանյանը նշել է, երբ որևէ բան շատ ես ուզում, տվյալ նպատակին հասնելու գործընթացն ավելի հաճելի է, քան բուն նպատակը, երբ հասնում ես նպատակակետին, այդ ամենը դառնում է անհետաքրքիր, ինձ համար ռոմանտիկ հարաբերությունների շրջանը հետաքրքիր էր, բայց հարաբերություններ սկսելուն պես հասկացա, որ դա ինձ այս պահին պետք չէ։ Լևոնը որոշեց, որ բաժանվում ենք։ Մտքիցս հանել էի, որ հնարավոր է միասին լինենք։ Մի քանի ամիս անց Լևոնը նորից սկսեց քայլեր անել, որոնք ինձ հունից հանում էին, նույնիսկ տհաճ էին, պատմել է նա։ Գալիս էր հետևիցս, ժամերով կանգնում էր սրահի առաջ, հետո ամեն ինչ շատ սահուն ստացվեց, չհասկացա որ կետում ինձ մոտ ամեն ինչ փոխվեց։ Լևոնը նշել է, որ այդ ժամանակ իր կյանքում ուրիշ մարդ կար, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ մեր ճանապարհները տարբեր են, սակայն երբ նորից տեսա Էվկային, հասկացա նա է իմ միակը։ Սկսեցի անել ամեն ինչ, որ գրավեմ նրա ուշադրությունը։ Երկրորդ կուրսից արդեն սկսեցինք հանդիպել, դասերի ժամանակ այնքան էինք խոսում, որ դասախոսները ստիպված էին մեզ լռեցնել։ Ես ամիսներ շարունակ կոնֆետներով տառ էի ձևավորում, նվիրում նրան, ծաղիկներ տալիս, իսկ զգացմունքներս օր-օրի ավելի էին խորանում։ Նրա ներկայությամբ բառացիորեն հալվում էի։ Այդ ժամանակ ես արդեն գիտեի, սա պարզապես համակրանք չէր, այլ մեծ ու իրական սեր։ Էվելինա Ստեփանյանն էլ ավելացրել է, որ իր համար սա իսկապես սեր էր առաջին հայացքից։ Չի կարելի ժխտել, որ Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, և ես ուղղակի չկարողացա դիմակայել նրա հմայքին։ Մինչ նրա հանդիպելը համոզված էի, որ երբեք դերասան չեմ ընտրի որպես կյանքի ուղեկից։ Միշտ կարծել եմ, որ դերասանները չափազանց էմոցիոնալ են ու խոցելի, իսկ ես իմ կողքին պատկերացրել եմ ամուր ու հաստատուն տղամարդ։ Բայց Լևոնը փոխեց այդ կարծիքը, նա միակն էր ամբողջ համալսարանում, որ կարողացավ գրավել ինձ, փոխել իմ պատկերացումները և ապացուցել, որ դերասան լինելը խոչընդոտ չէ ամուր հարաբերությունների համար։ Մենք 7 տարի ընկերություն ենք արել, անցել ենք շատ ճանապարհ, հաղթահարել արգելքներ։ Սկզբում երկուսս էլ ուսանողներ էինք, հետո Լևոնը գնաց բանակ, այնուհետև կենտրոնացավ կարիերայի վրա, և ահա այժմ եկել է մեր կյանքի ամենակարևոր պահը։ Լևոնն այն տղամարդկանցից է, ովքեր իրենց ընտանիքի համար պատասխանատվություն են կրում։ Նա ուզում էր, որ մեր տունը լինի ամուր, կայուն հիմքի վրա, և բարեբախտաբար այդ նպատակն արդեն իրագործված է, հիմա մենք պատրաստ ենք ամուսնության։ Նրանք նշել են, որ ամուսնությունը գրանցել են դեռևս 1 տարի առաջ։ Դա անհրաժեշտ էր մեր տունը գնելու համար, քանի որ ցանկանում էինք, որպեսզի ամեն ինչ օրինական լինի, իսկ հարսանիքը շատ մոտ է։
հաշված օրերի հարց է։ Լևոնն ու Էվելինան իրենց պատմությամբ ցույց են տվել, որ իսկական սերը ժամանակի հետ միայն ամրապնդվում է, այն հաղթահարում է բոլոր փորձությունները, սպասում, պայքարում է ու ի վերջո վերածվում մի ամուր կապի, որի ոչինչ չի կարող կոտրել։ Շատ շուտով նրանք կտոնեն իրենց սերը ոչ միայն որպես երկու սիրահարներ, այլ արդեն որպես ամուր ընտանիք։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նրանց հարսանեկան կադրերն առաջինը տեսնելու հնարավորությունը, որովհետև շատ շուտով մեր ալիքում կհայտնվեն առաջին կադրերը, ձեզ կտեղեկացնենք, թե որ օրն է նրանց հարսանիքը և իհարկե ամենահետաքրքիր կադրերով կկիսվենք առաջինը հենց ձեզ հետ։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը այս գեղեցիկ զույգի մասին։